Ձեռնարկված միջոցառումներով Վայ Անդրանիկ Ղուկասյանը այսօր հայտնաբերվել, ներկայացվել է ոստիկանության բաժին և ձերբակալվել։ Վայ Ղուկասյանի մարմնին նույնպես կան վնասվածքներ, այս պահին պարզվում է դրանց բնույթը, ինչ բնույթի վնասվածքներ են, Վայ Ղուկասյանը խոստովանել է իր կողմից կատարված արարք։ Ձեռնարկված միջոցառումներով կամովին ներկայացել։ Կար նախնական վարկած, որ 3 հոգով են եղել, ինքը Պոլյա Ղուկասյանը և ևս մեկ քաղաքացի հետ։ Վարկած բազմաթիվ վարկածներ են եղել, այսօրվա դրությամբ ունեցած ապացույցներով ես ձեզ ներկայացրեցի այն, ինչը ունենք։ Թե քանի հոգի են եղել չեն եղել, այդ ամեն ինչը կպարզի նախաքննություն։ Իսկ խոստովանել ասելով ինքը ամբողջ մեղքը, ամբողջ այդ կրակոցները իր վրա է վերցրել, միայն ինքն է եղել կրակողը, թե խոստովանել է իր կողմից կատարված արարք։ Իսկ թե ինչի համար է չի ասում։ Նախաքննությունը կպարզի։ Հիմա փաստորեն նշեցիք, որ ինքն է։ Այսինքն բոլոր անձանց ցուցմունքները ստուգման են ենթարկվելու եւ բոլոր ապացույցները գնահատվում են իրենց համակցության մեջ այլ ապացույցների հետ միասին։ Տանից է Գերմանիա ենթարկվել։ Ներկայացել է։ Պարոն Տատախազ 3 բազմաթիվ անձինք էին Բերման ենթարկվել, Վարդան Ղուկասյանը ևս 20 անձին։ Ինչ նպատակ ունեին այդ հարցաքննությունները, եթե արդեն դեպքի հետ առնչություն ունեցող։ Հարցաքննվել են ոչ միայն Վարդան Ղուկասյանը, նրա որդին, կամ ինչպես դուք եք նշում նրա կողմնակից անձինք, այլ բազմաթիվ անձինք։ Իսկ մյուս կողմի, տուժած կողմից էլ էին մարդիկ Բերման ենթարկվել։ Բոլորն էլ հարցաքննվում են։